Ողջունում եմ բոլորին, այսօր մենք մի հրաշք վայրում ենք գտնվում, 189 դպրոցն է, Դավթաշենում է գտնվում, ով տնօրենության կողմից տրամադրվել է հիանալի դահլիճը, համագործակցում ենք մենք կազմակերպության հետ, ում հիմնադիրներից է նաև Ստելլա Սարուխանյանը և Կարինեն, բայց մենք այսօր խոսենք Ստելլայի հետ։ Ես ուզում եմ, որ մենք մի փոքր բացատրենք ինչ միջոցառում է այսօր այստեղ տեղի ունենում։ Ես ձայնագրություններ եմ արել եւ կիսվում եմ նաեւ լայվով, մարդիկ տեսնում են այժմ, բայց կուզեմ մի փոքր հենց դու Ստելլա ջան ասես, ինչի մասն է այս միջոցառումը, արդյոք առաջինն է թե ոչ եւ արդյոք լինելու է շարունակություն թե ոչ։ Այո, շնորհակալ եմ շատ։ Ներկայացնում եմ միասնական հասարակական կազմակերպությունը, մենք կազմակերպության նախաձեռնություններից մեկն է, ավելի շատ շարժում նախաձեռնություն, որին կարող են միանալ բոլորը։ Մենք դեմ ենք բռնության խորագրին անդրադառնալով, ասեմ, որ հատուկ ենք ընտրել այս թեման, որովհետև շատ դժվար ենք այս մասին խոսում, բարձրաձայնում, համարվում է տաբու թեմա եւ երևի թե չկա մի մարդ, ով իր օրվա ընթացքում, շաբաթվա ընթացքում որևէ բռնության տեսակի չենթարկվի, այսինքն նաև ամեն մեկս դրա մեջ ենք եւ մեկս մեկիս ենք ենթարկում, ստացվում է։ Եվ այո, խոսելու ենք շարունակական, խոսելու ենք ոչ թե դժգոհելու, այլ խնդրին կամ խնդիրներին լուծումներ գտնելու համար եւ նպատակ ունենք նաեւ այցելություններ ունենանք մարզեր, շատ կարեւոր է, իսկ Տիկին Ռիմա Դավթյանի հետ համագործակցում ենք եւ այս համագործակցությունը կարեւոր է նրանով, որ դպրոցից ենք սկսում, որովհետեւ Արդյոք դուք դպրոցից մեկնարկելով նաև ուզում եք ասեք, որ սա պետք է դառնա ֆորմալ կրթության մաս, այսինքն արդյոք կարծում եք, որ դպրոցներում եւս պետք է մասնագետները խոսեն աշակերտների հետ, բացատրեն եւ ասեն, այսինքն բռնության մասին խոսել ոչ թե որպես արդյունք, այլ կանխարգելիչ միջոց։ Այո, կարծում եմ նաև սա կարող է խորհուրդ հանդիսանալ, բայց ենթադրում եմ, որ կան առարկաներ, որտեղ արդեն խոսվում են, որովհետև դպրոցներում կան հոգեբաններ։ Արդյոք այնքան է խոսվում, որքան հարկավոր է, սա մեկ այլ հարց է։ Եվ արդյոք կրկին սա արդյունքի մասին է, կարծում եմ հոգեբանները շփվում են այն աշակերտների հետ, ում արդեն նկատել են խնդիր, իսկ արդյոք այս նման միջոցառումները չեն նպաստում նրան, որ մենք չհասցնենք իրավիճակը բռնության, կանխարգելենք։ Փորձենք կանխարգելել, այո, եւ համամիտեմ համայնքը չառանձնացնել, այսինքն բռնության ենթարկող կամ ենթարկված մարդուն չառանձնացնել եւ չթիրախավորել, անգամ եթե պետք է նրան խղճանք կամ սփոփենք, կարիքը չկա, ավելի շատ նրանց կողքին լինելով, հասարակությունից չզատելով, նորից ինտեգրենք, իսկ հոգեբանները իրենց գործը կանեն արդեն իրենց Միացեք մեզ։ Ես կուզեմ նաև դուք էլ ներկայանաք, եթե ես ասեմ շնորհակալություն գնամ, շնորհակալություն ասեք։ Մոնտաժես, չէ՞ այս հատվածը։ Չէ, մեր մոտ ամեն ինչ կյանքով է լեցուն։ Ես ասում եմ շնորհակալություն եւ ասում եմ, որ շատ եմ սիրում Գայանեին։ Դե որ չեք մոնտաժում, ուրեմն ինչեր։ Հիմա փոխանցում ենք, ասում եմ, խոսափողը։ Մենք կազմակերպության եւս մի ներկայացուցիչ ներկայացեք, խնդրեմ։ Ես Քրիստինեն եմ Վարդանյան, ես եմ մենքի անդամ, 235-րդ անդամն եմ մենքի եւ Ստելլա Սարուխանյանի Արևի մի շողն եմ, քանի որ Ստելլան Արև է, ես իր շողերից մեկն եմ։ Այդ շողերը շատ են ու բաց են, բոլորը կարող են միանալ։ Այո, բայց այսօր խոսում ենք հենց այսօրվա կազմակերպած միջոցառման մասին։ Մեծ ջանք եք դրել, բավականին շատ մասնակիցներ կան, լավ բանախոսներ ունեիք, տեսանք, որ բանախոսները նաև կրթության ոլորտից են, առողջապահության ոլորտից են, պաշտպանության ոլորտից, այսինքն բազմաոլորտ են խոսեցին, իսկ ինչ եք կարծում այս միջոցառման արդյունքը որն է, նպատակը եւ արդյունքը։ Նայեք, դե որպես ծրագրի համակարգող մենք շատ մտածեցինք ու փորձեցինք այնպես հրավիրել մեր բանախոսներին, որ իրենք ներկայացնեն բռնության տեսակները, անգամ դուք չգիտեմ այդ այդտեղ եք թե չէ, ունենք նաև բանախոս, ով անձամբ իր հետ տեղի ունեցած բռնությունից էր խոսում։
Եվ հետագայում բոլորը նաև իրենք երբ ներկայացնում էին իրենց առանձնացրած այդ ուսուցչուհին բուլինգից խոսեց եւ այլն, հետո իրենք արդեն իրենց լուծումներ առաջարկեցին։ Չնայած որ ես գտնում եմ, որ հիմա արդեն մարդիկ բարձրաձայնում են բռնությունը։ Մի ժամանակ մի Ունենք վիճակագրություն այդ մասին։ Ամեն դեպքում մի փոքրիկ վիճակագրություն ներկայացրեց։ Վիճակագրությունը մի քիչ բան է ավելի, որովհետև դեռ կան մարդիկ, որ իրենք չեն բարձրաձայնում։ Այո։ Այս բարձրաձայնելուց էլ չեն ուզում, որ Երևան դա մնում է բարձր ասած այդ կազմակերպության, թե հասարակական կազմակերպության մեջ, թե ՄԻՊ-ի, թե եւ այլն, էլի չգիտեմ։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ, եկեք փորձենք ամփոփելով ասել, որ կարծում եմ, որ խոսել բռնությունից կամ խոսել որոշակի ագրեսիայից, որտեղ բռնության ըստ էության ագրեսիայի արդյունք է, կամ խոսել առհասարակ հանրային հասարակական հարաբերությունների մասին էական է, այլ բան է, որ դա պետք է անեն մասնագետները, որ դա պետք է արվի գրագետ, որ դրանով դու չպետք է թիրախավորես կամ նեղացնես ինչ-որ մեկին, եւ միայն կարելի է այդ ամենը դարձնել համակարգային, եթե մենք փորձենք դիմացինին հարգել, դիմացինի հույզերը հաշվի առնել եւ փորձել աջակցել, բայց աջակցել այն դեպքում, երբ մեզ խնդրել են, որտեղ ես կարծում եմ այս իրավիճակը շատ նուրբ է եւ եթե քեզ չեն խնդրել այդ օգնությունը, ընդ որում խնդրելու տարբեր ձևեր կա, կարծում եմ օգնությունը եւս կարող է լինել այդ մարդու համար ցավ կամ դժվարություն։ Փորձենք աջակցել ինչով կարող ենք, հարգելիներս, մի պատառ սեր, մի պատառ բարություն, մի պատառ աջակցություն դիմացինին, կծնի դիմացինի մեջ եւս սեր եւ բարություն։ Դժվարին ժամանակներում կարծում եմ, որ սերը եւ բարությունը կփրկի մեր հանրային առողջությունը եւ հանրային հույզերը։ Շնորհակալություն, հաջողություն։ Շնորհակալ